Հայկական ալկոհոլ արտադրողներն ու բեռնափոխադրողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանց պահանջը նույնն է՝ պարզաբանում ստանալ, ինչու է Վրաստանը որպես տարանցիկ երկիր կանգնեցնում երրորդ երկիր արտահանվող բեռներն ու ենթարկում լաբորատոր ստուգման։ Օրերն անցնում են, իրավիճակը չի փոխվում, իսկ իրենք կրում են մեծ ֆինանսական վնասներ։ Այսօր նրանք դարձյալ հավաքվել են համոզված, որ առանց համառ պայքարի խնդիրը չի լուծվի։ Արդեն երկրորդ անգամ է հանրահավաքը ընդհանուր իրավիճակին է տեղյակ եք, արտահանումը փակ է, սպիրտի արտահանումը փակ է։ Պահանջում ենք հարցի լուծումներ, քանի որ մեր մեքենաները շարունակում են մնալ արդեն 40 օր գեզի անցակետում առանց որևէ պարզաբանումների։ Ըստ կոնյակագործների Վրաստան եւ Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը վերին դարսի անցակետում լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը շարունակական ձգձգումներից հետո ֆինանսական կորուստներ է պատճառում։ Այսքան ժողովուրդ, որ եկել է, բոլորն էլ աշխատատեղի խնդիր ունեն, շղթայական գալիս է, եթե արտահանումը կանգնի, բնականաբար եւ բոլորի վրա անդրադառնալու է եւ աշխատատեղերը եւ հասարակ բանվորը եւ ղեկավար անձնավորությունը։ Սա լուրջ տնտեսական հարված է լինելու ամբողջ Հայաստանի համար, շատ լուրջ։ Այսօր եթե ալկոհոլային խմիչքի համար են ճանապարհը փակում, վաղը փակել են մրգերի համար, մյուս օրը կոշիկի համար, տարբեր արտադրողների հետ կապված խնդիրներ են լինելու ու բոլորը արտահանման հետ կապված խնդիրներ են լինելու։ Վրացական կողմից այս վարկը պատճառաբանում են լաբորատոր փորձարկումների անհրաժեշտությամբ, ինչը արտադրողներն ապօրինի են համարում, որովհետև Վրաստանը տարանցիկ երկիր է։ Այս պարագայում արդեն ոչ թե խոսում ենք մեկ կազմակերպության անունից, այլ խոսում ենք բոլոր տնտեսվարողների անունից, որ այս հարցին հնարավորինս շուտ լուծում տրվի, ու մենք պատրաստում ենք մնալ այստեղ այնքան, մինչև դուրս կգան ու պաշտոնապես կհայտարարեն այն, ինչ քիչ առաջ ներսում իրենք հայտարարեցին, որ գնացեք եւ դատի տվեք, այս հարցը Վրաստանի դատարանի միջոցով փորձեք լուծել, բայց սա մենք որակում ենք անօրինական դաշտ, որակում ենք որպես անպատասխանատու հայտարարություն։ Դեսպանատանը կայացած հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները երկկողմանի փակեցին Ծարավ աղբյուրի փողոցը։ Նրանք հանուն հայ-վրացական բարեկամության մի խաթարեք հայ-վրացական բարեկամությունը գրություններով պաստառներով էին եւ վանկարկում էին արդարություն։ Առաջարկում են, որ մենք Վրաստանում դատական, այլ երկրում դատական գործողություններ սկսել է, դա մի քանի ամիսների խնդիր ու պատմություն։ Այս պարագայում արդեն 40 օրն է մեր համար խնդիր ստեղծվել։ Պատկերացրեք մի ամիս, դաժե մի քանի օրն է հիմա կարևոր մեր համար։ Արտադրողներն ու բեռնափոխադրողները հավաստիացնում են, որ չեն դադարեցնելու պայքարը, քանի դեռ տարանցիկ Վրաստանում բեռների կանգնեցման հարցին հստակ լուծում չի տրվել։ Աննա Հարությունյան, Վարդան Պողոսյան, Renews Armenia։